Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Սա մեր չորեքշաբթի օրվա Աստվածաշունչի սերտողությունն է։ Չորեքշաբթի օրերը մենք սովորեցնում ենք Հին Կտակարանից, այսօրվա սերտողությունը շարունակություն է Առակների գրքից, ուրեմն ուսումնասիրել ենք 11-րդ գլուխը 24-ից 26 համարները։ Ինչպես միշտ քաջալերում ենք բոլորին, ու երբ որ այս պատգամը ստանում եք դուք, ուսումնասիրեք, դիտեք եւ լսեք մինչեւ վերջ եւ փոխանցեք ձեր մտերիմներին, հարազատներին։ Իհարկե խնդրում ենք, որ դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք Աստծո խոսքը քարոզելով եւ տարածելով համայն աշխարհին։ Հիմա մինչեւ սկսելը եկեք մի բան մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք, որ դու մեր Տերն ես, մեր Փրկիչն ես, շնորհակալ ենք Տեր, որ քո խոսքերը գրված են, որպեսզի մեր հետ խոսեն եւ սովորեցնեն ու աշակերտեն։ Շնորհակալ ենք մենք դրա համար։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես եւ օգնես բոլորիս Տեր Աստված, որ երբ այս պատգամը ստանում ենք, սովորում ենք, Տեր խնդրում եմ թող օրհնանք լինի եւ Տեր մենք այդ օրհնանքը չպահենք մեր մեջ, այլ փոխանցենք ուրիշներին։ Այսօրվա սերտողությունը մեզ կսովորեցնի դա ու աղոթում եմ, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեր սերտողության ընթացքում։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Հարգելիներս, վերնագիրը այս չորեքշաբթի օրվա սերտողությանը Աստծո տված օրհնանքներն են։ Ինչ կարևորություն ունեն այս 3 համարները։ Ուրեմն առաջի հերթին Տերը մեզ համ հոգևոր, համ էլ գործնական խրատներ է տալի եւ բացատրում է իր իշխանության, երկնքի արքայության բանաձևի մասին։ Սկսենք առաջի հերթին 24 համարից։ Գրված է. մարդ կա, որի ստացվածքը ցրելով ավելացնում է, եւ կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։ Արգելիները, սա հոգևոր իմաստ ունի։ Այսինքն հոգևոր մարդը իր բոլոր ստացվածքները, օրհնանքները Աստծուց է ստանում։ Վերցնենք ավելի մատերիալի հիման վրա։ Ինչպես կարող ենք հասկանալ, որ ամեն բարի բան Աստծուց է տրված։ Ինչ որ մեզ տալիս է Աստված օրհնանքի ձևով բարի է եւ Աստծուց է։ Եթե լավ գործ ունես, դա Աստծուց է։ Եթե հավատացյալ ընտանիք ունես, դա Աստծուց է։ Հասկացեք, որ օրհնանքները մենակ փողով չի, հա, օրհնանքները կյանքի մեջ զավակների ձևով, առողջության ձևով, ամեն տարբեր միջոցով Աստծո տված բոլոր բարի բաները Աստծուց է պարզապես եւ օրհնանքներ են դրանք համարվում։ Եվ ինչ է այստեղ կարևոր, քանի որ 24 համարի մեջ գրած է մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, նկատի ունի Աստծո տված օրհնանքը մենք փոխանցում ենք ուրիշներին, թե ոչ։ Հիմա երկու ձև կա հասկանալու։ Առաջինը, ինչպիսի օրհնանք։ Աստծո խոսքը, որ մենք ստանում ենք, մենք օրհնվում ենք, օրհնանք է մեր համար։ Արդյոք մենք ուրիշների հետ ենք կիսվում Աստծո խոսքը, որ քաջալերենք, զորացնենք, աշակերտենք Աստծո խոսքով, կատարում ենք դա թե ոչ։ Իսկ երկրորդ հերթին, երբ որ մարդ կա, որ նեղության մեջ է, կարիքավոր է, պետքություն ունի ինչ որ բանի, նեղության մեջ է, հասնում ենք մենք օգնենք նրան Հիսուսի սիրով։ Պարզա, որ երբ որ մենք ապրում ենք մեր կյանքը Աստծո համար, կենտրոնը մենք չենք, կենտրոնը Հիսուս Քրիստոս է։ Հետևաբար այստեղ գրում է նա ով ցրելով ավելացնում է իր ունեցվածքը, նկատի ունի օրհնանքները Տերը տալիս է նրան, ով որ փոխանցում է ուրիշներին։ Եվ եթե մենք հիշենք տաղանդների առակը, որ մեզ Հիսուս պատմում է ավետարանի մեջ, ասում է, որ 3 ծառա կան, ամեն մեկին տարբեր տաղանդ տվեց Տերը եւ թողեց գնաց։ Վերադարձավ, տեսավ նրան, ում որ մի տաղանդ էր տվե, փորել էր գետնի մեջ էր դրե, չօգտագործեց իր տիրոջ համար։ Հիմա մենք էլ չլինենք այն մարդը, որ ասում է եւ կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։
Այսինքն Տիրոջ տված օրհնանքը օգտագործենք Տիրոջ արքայության համար, որպեսզի մենք հոգևոր առումով բարգավաճենք, որ Աստված մեզ անընդհատ օրհնի։ Իսկ եթե մենք պատնեշենք եւ մենք կանգ ենք առնում այդ օրհնանքը փոխանցելու համար, Աստված ինչու պետք է մեզ տա։ Անցնենք մյուս համարին։ 25 համարի մեջ գրած է առատաձեռն մարդը կբարգավաճի եւ ոռոգողն ինքն էլ կոռոգվի։ Այսինքն նույն այս գաղափարն է նրա շարունակությունն է։ Նա ով օրհնանք է ուրիշների համար, այդ ոռոգման ջրի նման, նա էլ կոռոգվի։ Այսինքն ինչ է նա նշանակում։ Ստանում ես Աստծուց տուր ուրիշներին, բաժակդ լցվում է օրհնանքների եւ Սուրբ Հոգով, փոխանցի ուրիշներին։ Սա է ճշմարտությունը, սա է կարևորությունը, Աստծու երկնքի արքայության բանաձևն է սա։ Եվ տեսեք, մի բան էլ ավելացնեմ, ասում է ձգտեք առաջ երկնքի արքայությունը եւ այս ամենը ձեզ կտրվի։ Դա Հիսուսի խոսքերն են ավետարանից։ Ինչ է դա նշանակում։ Կենտրոնացումը հավատացյալ մարդու այս աշխարհը չի։ Եթե կան սուտ վարդապետություններ, որ բացատրում են կամ սովորեցնում են, որ այսինքն բարգավաճման այդ վարդապետությունը, որ Աստված ուզում է դուք լինեք չաղ ու բախտավոր ու լցված փողով եւ այլն, հասկացեք, որ այս գաղափարները աստվածաշնչային չեն։ Մարդու հորինած գաղափարներն են սխալ մեկնաբանություն կատարելով Աստծո խոսքից։ Աստծո համար մարդու հարստությունը այս աշխարհում էական չի։ Աստծո համար ո՞րն է էական։ Երկնքի արքայության իր կամքը եւ իր նպատակներն ու իր ձևը, իր միջոցը, իր բանաձևը, այսինքն իր գործերը, իր կամքն է կարևոր։ Բոլորից կօգտագործի տարբեր միջոցներով։ Եթե մենք հայտնվենք աղքատության մեջ, չպետք է ասել, որ մենք անպայման մեղք ենք գործել, եթե իսկապես ապաշխարած Տիրոջը նվիրված հավատացյալների մասին է խոսք, այն մարդու մասին չի, որ ամեն օր գնում է կազինո, փողերը ծախսում է կամ մոլությունների վրա է փող ծախսում կամ չի աշխատում, անգործ է, ծույլության պատճառով կամ այդպես հասկացողության մասին չի։ Երբեմն հնարավոր է, որ սրբության ընթացքը մեզ տանի դեպի այդ ուղղության վրա, որտեղ Աստված դաս ունի մեզ սովորեցնելու, հա։ Եվ դրա համար բացատրում ենք, այսինքն բացատրությունը այն է, որ փողով չի որոշվում Տիրոջ օրհնանքները, ոչ էլ փողով որոշվում է թե մենք Աստծո կամքի մեջ ենք, թե ոչ։ Մեր սրբության ընթացքը մեզ կտանի տարբեր ճանապարհներով, որ վերափոխվենք, նմանվենք Հիսուսին։ Այստեղ պարզ կերպով բացատրությունը նախ այն է, որ Տիրոջ բանաձևը մեզ սովորեցնում է Տերը կտա նրան, ով կփոխանցի օրհնանքները։ Ինչ կտա։ Հոգևոր բարգավաճում, հոգևոր Աստծո խոսքը ստանում ես, օրհնվում ես, փոխանցի ուրիշներին։ Եթե Աստված օրհնել է եւ հնարավորություն է տվել լավ աշխատանքի, լավ գումարի, այդ փողը քեզ մի պահի, որովհետեւ այդ փողը այս աշխարհում անցնելու է գնա։ Տերն ասում է գանձեր դիզեք երկնքում եւ մեր գործերը մարդկանց օգնելու եւ այս բոլոր բարի արարքները, որ անում ենք Հիսուսի սիրով ուրիշներին եւ Աստծո անունով, խոսքը դրա մասին է։ Ուրեմն նորից կարդամ. առատաձեռն մարդը կբարգավաճի եւ ոռոգողն ինքն էլ կոռոգվի։ Ուրեմն ջրի, որ դու էլ ստանաս ջուր, այսպես է հասկացողությունը։ 26 համարը ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալի այն ծախողին։ Սա էլ ավելի ասենց ասած գործնական իմաստ ունի, եթե դու քեզ ես պահում եւ ժողովուրդը պետքություն ունի, ինչի պետքություն։ Հարգելիներս, ցորենը հացն է, կենաց կյանքն է, որ Հիսուս Քրիստոսն է։ Սա է մեր համար շատ կարևոր։ Սա էլ Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլուխ 35 համարի մեջ է գրած, որ ինքը հենց Հիսուս Քրիստոս կյանքի հացն է։ Ուրեմն, եթե դու ունես հաց, այսինքն ունես Աստծուն Հիսուս Քրիստոսին, ապաշխարած, վերստին ծնունդ ունեցած անձնավորություն ես,
վերստին ծնունդ ապրած, այսինքն կներեք։ Ուրեմն փոխանցի կյանքի հացը Հիսուս Քրիստոսին, իր խոսքերը, Սուրբ Գիրքը, Սուրբ գրքում գրվածները ուրիշներին, որ պետքություն ունեն ցորենի, մի պահի քեզ, լույսը մի թաքցրու դու, այլ լույսը փոխանցի, եղիր աղն ու լույսը այս աշխարհում եւ Տիրոջը հավատարիմ ապրի։ Սա է միտքը, սա է գաղափարը։ Հիմա փողով կօրնվես, Աստծո խոսքով կօրնվես, զավակներ կունենաս հավատացյալ, որ երջանկություն է բերում յուրաքանչյուր ծնողին, իմանալով, որ իր զավակներն են փրկված եւ ընտանիքով հանդերձ դրախտ են գնալու մահից հետո, ամենամեծ երջանկությունը դա է։ Փողով մի չափանիշը թող փողը չլինի օրինանքների, սուրբ վարդապետություններին մի տրվեք, իհարկե կենտրոնացեք Աստծո խոսքի վրա եւ այս ցորենի հասկացողությունը, որպես Հիսուս կյանքի հացը, ինչպես ասացի, Հովանեսի ավետարանի մեջ է գրված 6-րդ գլուխ 35 համարում, սա ենք մենք հետևում, ստանանք օրինանքները, փոխանցենք օրինանքները։ Հույսով եմ այս չորեքշաբթի օրվա պատգամը ձեր համար օրինանք էր, Տերը թող ձեզ օրհնի։ Ամեն։